Հանրապետությունում կենսաթոշակների չափն ապրիլի 1-ից վերանայվում է, 10,000 դրամի չափով բարձրացումներ են սպասվում տարբեր ուղղություններով։ Որոշման մանրամասները ներկայացնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ կենսաթոշակների հաշվարկման գործընթացում էական դեր ունի հիմնական կենսաթոշակի չափը, որն այս պահին 24,000 դրամ է, այն դառնալու է 34,000 դրամ։ Բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24,000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34,000 դրամը ներառյալ եւ հետեւաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10,000 դրամով։ Նաեւ բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36,000 դրամ է եւ հետեւաբար այն դառնալու է 46,000 դրամ։ Դա նշանակում է, որ նաեւ բարձրանալու է ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, որը վճարվում է բավարար աշխատանքային ստաժ չունեցող անձանց։ Բարձրանալու են նաեւ հաշմանդամության նպաստները առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաեւ միջին, ծանր եւ խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար համապատասխանաբար 10,000 դրամ։ Այսինքն ներկայիս 36,000, 37,500, 39,000 դրամի փոխարեն հաշմանդամության նպաստները դառնալու են համապատասխանաբար 46,000, 47,500 եւ 49,000 դրամ։ Նախատեսված է նաեւ զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակների չափի բարձրացում։ Այստեղ միջին բարձրացումը կլինի 8,500 դրամի սահմաններում, սակայն որոշ դեպքերում այն կարող է լինել 10,000 դրամից ավելի։ Ինչու կենսաթոշակները բարձրացվեցին հիմա, ինչ զարգացումներ են նպաստել դրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարի Հայաստանի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները այդ արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում։ Այս որոշումը մենք կայացնում ենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ, նաեւ այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր որևէ բան գնելիս, ձեռք բերելիս չեն մոռանում ՀԴՄ կտրոն պահանջել եւ վերցնել, եւ իհարկե այն տնտեսվարողների շնորհիվ, ովքեր անկախ նրանից, թե գնորդը պահանջում է, իրենք ՀԴՄ կտրոն բաց են թողում եւ հատկացնում են ինչպես նախատեսված է օրենքով։ Վարչապետն ընդգծել է, որ այս գործընթացում թոշակառուները եւս ունեն իրենց դերակատարումը, կատարելով հնարավորինս շատ անկանխիկ առևտուր, նպաստելով ստվերային շրջանառության կրճատմանը։ Հիշեցնենք, որ կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ շարունակելու է գործել հետվճարի համակարգը։ Քաղաքացիները անկանխիկ գործարքների դեպքում հնարավորություն ունեն 20%-ի առավելագույնը 10,000 դրամի չափով հետ ստանալ իրենց գումարը։ Աննա Գզիրյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։